մեկի հետ կապված չի քո կյանքը, քո օրհնությունները։ Դա կապված է հենց քո սրտի, քո մտքի, քո Աստծո հետ փոխհարաբերության հետ։ Ամեն։ Դրա համար ուղղակի իմաստուն մարդ եղի, որ քո փոխհարաբերությունները Աստծո հետ կառուցես, հավատքով լցվես, որպեսզի քո կյանքը դասավորվի այնպես կամ ինչպես երկնքի օրեր երկրի վրա, ոնց Աստվածաշնչում է գրված։ Չէ, մարդ կա այս կյանքում ապրում է այնպես, ինչպես երկնքի օրեր երկրի վրա, բայց մարդ էլ կա, ինչպես դժոխքի օրեր ապրում ես երկրի վրա։ Դրա համար եթե ուզում ես ամեն բան քո կյանքում լավ լինի, ուղղակի մտածի, իմաստությամբ լցվի, ուշադրությունդ դեպի Աստծո խոսքը շեղի, խոսքի վրա մտածելով, ապրելով, որպեսզի Աստված էլ, երեք ես այդ խոսքը կարդացի, մարդը անում է, իսկ Աստված վճարում է։ Մարդկա բողոքում է իր կյանքից, բայց պետք է հասկանաս, որ քո կյանքը ընդամենը քո սրտի եւ քո մտքերի արդյունքն է։ Մարդը անում է, իսկ Աստված վճարում է։ Քավ լիցի, որ Աստված մի չար բան անի քեզ։ Աստված երբեք վատ բան, չար բան չի անի, բայց դու այն ես, ինչ որ քո սրտի հավատքն է, քո սիրտն է, քո միտքն է։ Քո կյանքը այդպես դասավորվել է։ Բայց փառք Աստծո, որ Աստված կարող է այդ ամեն ինչը ուղղել, բայց դա արդեն կապված է քո հավատքից, քո հնազանդությունից։ Ամեն։ Փառք Աստծո։ Տեր օրհնի բոլորիդ, ուզում եմ ներկայացնեմ մեր եղբորը Արսենին, Տեր օրհնի ձեզ, այսօր մեզ կծառայի Ֆրանսիայի Բորդո քաղաքի կյանքի խոսք եկեղեցու հովիվը Արսենը մեր, Տեր օրհնի ձեզ, կնոջ հետ միասին, հավատում եմ, որ օրհնված օր ենք ունենալու, օրհնված ծառայություն, մեր համար նույնպես պատիվ է Արսեն ջան, որ դուք այստեղ եք, այսօր մեր հետ եք, փառք Աստծո, հավատում ենք, որ Աստված խոսելու է քո միջոցով և Աստծո ժողովուրդը լինելու են օրհնված, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, եկեք գոհությամբ գանք Աստծո առաջ սիրելիներս, փառավոր Աստված գոհանում ենք քեզանից այսօրվա օրվա համար, գոհանում ենք քեզանից և ասում ենք շնորհակալություն, փառք ու պատիվ քեզ, Տեր ջան, քո ողորմության, քո սիրո համար, քո որդու և մեր Տեր Քրիստոսի համար, և այսօր նորից քո խորանի մեջ մենք գոհության պատարագներ պիտի մատուցանենք, երգենք և սաղմոս ասենք քո սուրբ անունին, և հավատում ենք, որ դու այսօր նորից բարձրացնելու ես քո ժողովրդի գլուխը իրենց թշնամիների վրա, հավատում ենք, որ մեզ օծելու ես յուղով, և հավատում ենք, որ մեզ համար սեղան ես պատրաստել մեր թշնամիների առաջ, փառք ու պատիվ քեզ, հալելույա, ամեն, փառք Հիսուսին, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Հալելույա, ողջ փառքն ու մեծարանքը մեր փառավոր Տիրոջը, մենք մեծարում ենք Հայր քո սուրբ և զորավոր անունը, մենք ցնծում ենք քո առջև իմ Տեր, ողջ մեծարանքը միայն քոնն է։ Տիրոջը փառքը մեկնաշանի է, 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 հալելույա, 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 փառքես հալելույա, 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 Տիրոջը փառքը մեկնաշանի է, 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 Տիրոջը փառքը
Դու ամենակարողն ես Հիսուս Երկնքի թագավոր ես պաշտում Մենք բարձրացնում ենք քո անունը իմ Տեր Էլոհիմ Yahweh Adonai Elohim Elohim Yahweh Adonai Երկի քո Տիրոջը որն ամենակարող Աստվածն է ամենակարող Կենթանի Աստված Երկնքի թագավոր ես պաշտում եմ քեզ Տեր ամենակարող Կենթանի Աստված Երկնքի թագավոր ես պաշտում եմ քեզ պաշտում եմ քեզ Դու իմ Տեր Առաջնորդում ես ինձ և տալիս ես խաղաղություն իմ Տեր հովիվն ես ինձ ես երբեք կարիք չէ ունենալ ջրերի մոտ անդրադառ Առաջնորդում ես ինձ և տալիս ես խաղաղություն Ուր որ գնամ, չեմ վախենալ չարից Ուր որ գնամ, դու ինձ հետ ես միշտ Ուր որ գնամ, չեմ վախենալ չարից Քո ծուղը գավազան է անիվարում Ուր որ գնամ, չեմ վախենալ չարից Ուր որ գնամ, դու ինձ հետ ես միշտ Ուր որ գնամ, չեմ վախենալ չարից Քո ծուղը գավազան է անիվարում Ուր որ գնամ, չեմ վախենալ չարից Ուր որ գնամ, դու ինձ հետ ես միշտ Ուր որ գնամ, չեմ վախենալ չարից Քո ծուղը գավազանը անիվարում է ինձ Ուր որ գնամ, չեմ վախենալ չարից Ուր որ գնամ, դու ինձ հետ ես միշտ Ուր որ գնամ, չեմ վախենալ չարից Քո ծուղը գավազանը մխիթարում է ինձ Դու իմ հովիվն ես Տեր և ես կարիք չեմ ունենալու որովհետև դու կանաչ մարգարիտներում հանգիստ ես տալիս ինձ և հանդարտ ջրի մոտ ես տանում ինձ Դու առաջնորդում ես Տեր ինձ դեպի քո արդարության շաղերների մեջ դեպի քո անվան համար իմ Տեր Եթե անգամ մահվան ստվերի և շուքի մեջ էլ քայլեմ Տեր
չար բանից չեմ վախենա, Հիսուս, որովհետև քո ցուպն ու գավազանը պաշտպանում են ինձ, Տեր։ Դու սեղան ես պատրաստում իմ առջև իմ թշնամիների դիմաց, Հիսուս։ Դու իմ գլուխը օծում ես, Տեր, եւ իմ բաժակը լիքն է։ Եվ Տեր, ողորմություն ու բարիքը չեն հեռանալու ինձանից, իմ կյանքի բոլոր օրերում։ Տեր, եւ ես քո տան մեջ պիտի բնակվեմ հավիտյան, իմ Հիսուս։ Աստվածն ես իմ արքա, շնորհակալ ենք քեզ Տեր, որ դու հիմա բոլորիս միաբան էստեղ ես հավաքել Տեր ջան։ Շնորհակալ ենք քեզ Տեր, որ դու քեզ մեզ ճանաչեցնել ես տվել Տեր։ Շնորհակալ ենք, որ մենք քեզ ճանաչում ենք Տեր ջան, որ դու կաս մեր կյանքերում։ Շնորհակալ ենք ամեն բանի համար, այս ծառայության համար, միաբանության համար Տեր։ Իմ Աստված, հավատում ենք Տեր, որ այս ամեն գոհությունը, աղոթքը քո առաջ անուշաբույր խունկի պես է բարձրանում Տեր ջան, ու ընդունելի է լինելու քո առաջ իմ Աստված։ Շնորհակալ ենք քո թանկ ներկայության համար, որ դու հիմա այստեղ ես Տեր ջան, որ դու հենց հիմա այստեղ ես գտնվում։ Խնդրում եմ Տեր, որ ով հիմա քո ներկայությունը չի զգում, թող թարմ յուրահատուկ ձևով հպվես նրան ու զգա Տեր քո սերն ու քո ներկայությունը իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից Տեր ամեն բանի, ամեն ինչի համար։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը սիրելիներս։ Եկեք բոլորս միաբան մեր ձեռքերը պարզենք այս կարիքների համար ու աղոթենք, որ Տերը ողորմի ու պատասխան տա այս կարիքներին, ամեն։ Շնորհակալ ենք քեզ մեր հզոր Աստված ամեն բանի համար։ Բերում ենք այս կարիքները Տեր քո սուրբ ձեռքերի մեջ իմ Աստված ջան։ Տեր, ամեն կարիք, ամեն հոգս, որ այստեղ դրված է, ով էլ որ չի հասցրել գրի ու դնի այստեղ Տեր, իրենց սրտերի մեջ, սիրելիներս, եթե ինչ որ կարիք ունեք, հենց հիմա Տեր այստեղ ներկա է, բերեք Տիրոջ ոտքերի առաջ։ Տեր ջան, խնդրում ենք, որ ամեն կարիքները քո կամքով լինի պատասխանված։ Տեր դու նույնն ես երեք այսօր ու հավիտյան Տեր։ Դու առաջ անում էիր բժշկություններ, հրաշքներ ու նշաններ, ու նույնը այսօր կարող ես անել իմ Աստված։ Մենք հավատքով հռչակում ենք Տեր, որ ամեն կարիք քո կամքով այստեղ պատասխանված է լինելու Տեր ջան, որ այստեղից նոր թարմ վկայություններ են լինելու Տեր, քո անվան ու քո փառքի համար, որ քո փառքը երևա ու փառավորվես դու ամեն ժամանակ, մեր հզոր ու զորավոր Աստված։ Ողջ փառքերը, պատիվը, գոհությունն ու մեծարանքը տալիս ենք միայն Հորը, Որդուն ու Սուրբ Հոգուն։ Հալելույա, ամեն։ Ամեն, ամեն։ Տերը օրհնի ձեզ շատ սիրելիներս։ Աստված օրհնի մեր փառաբանության խմբին, կարող եք նստել։ Ամեն։ Փառք Տիրոջը, ամեն բանի, ամեն ինչի համար։ Շնորհակալություն մեր հզոր ու զորավոր Աստծուն։ Այսօր սիրելիներս հնարավորություն ունեմ կիսվելու ձեզ հետ զոհի ու նվիրատվության խոսքով, որի համար շատ շնորհակալ եմ Աստծուն ու շնորհակալ եմ մեր հովիվներին այս վստահության համար, փառք Տիրոջը։ Ու այսօրվա նվիրատվության խոսքի համար վերցրել եմ Աստվածաշնչից մի հատ շատ հետաքրքիր պատմություն, որին թվում է բոլորս էլ ծանոթ ենք, գիտենք, դա խոսքս վերաբերում է Սարեփթացի կնոջը։ Կարճ ներկայացնեմ պատմությունը ու արդեն քննենք խոսքով։ Սարեփթացի կինը բոլորս էլ գիտենք, որ պատրաստվում էր իր վերջին մեկ բուռ ալյուրով ու յուղով իր վերջին կերակուրը պատրաստեր, իր որդու հետ ուտեին ու արդեն պատրաստվեին մահվան, որովհետև իրանց կյանքում էլ ուրիշ հնարավորություն չկար։
Ու Աստված այդ ժամանակ որոշում է, որ Եղիային պետքա ուղարկի հենց այդ այրի կնոջ տուն։ Ու Եղիան այդ կնոջը ասում է նախ իմ համար պատրաստի կերակուրը, ու Աստծո խոստումն է փոխանցում այդ կնոջը, որ քո տանից յուղը չի պակասի, ալյուրն էլ հետ է։ Ու կինը հավատում է այդ խոսքին, հավատում է, հնազանդվում է, ու այդ կերակուրը պատրաստում է Եղիայի համար։ Ու հաջորդ խոսքը, որ կարդում ենք, տեսնում ենք, որ Աստծո խոսքը իրապես կատարվում է այդ կնոջ կյանքում, ամեն։ Ու ինձ թվում է, սիրելիս, որ այդ այրիկինը իր գոհ էր, իր այդ քչի մեջ ինքը հավատարիմ էր։ Ինքը չտրտնջաց, ինքը կարար մտածեր, ասեր, դե վերջինն է, չէ, կպատրաստեմ ես ու որդիս կուտենք, բայց չէ, ինքը հավատաց Աստծո խոսքին ու Աստծո խոսքն էլ կատարվեց իր կյանքում, ամեն։ Եթե ինքը տրտնջար իր այդ քչի մեջ, հավատացեք, որ շատի մեջ էլ հաստատ տրտնջալու էր, որովհետև Աստվածաշնչում Ղուկաս 16:10 խոսքում այսպես ասում. քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ հավատարիմ է, եւ քիչ բանի մեջ անիրավը շատ բանի մեջ էլ անիրավ է։ Ամեն, նույնն էլ այսօր մեր կյանքերում, սիրելիներս, երբ որ մենք խորանանք, նայենք մեր կյանքերում, այնքան բաներ կա Տիրոջից գոհանալու համար։ Ամեն մի մանրուքի համար, երբ որ մենք տեսնում ենք, քայլում ենք, խոսում ենք, լսում ենք, ու այսպես շատ բաներ կա։ Դրա համար կարելի է մեկ-մեկ նստել ու մտածել իսկապես ինչքան փառավոր ու հավատարիմ է մեր Աստված, զորավոր Աստված ունենք, որ ամեն ժամանակ մեզ պահում ու պաշտպանում է, ոչ մի չար բան մեզ չի մոտենում։ Ամեն։ Ու եթե այսօր մենք մեր քչի մեջ հավատարիմ ու գոհացող չեղանք, հավատացեք, որ շատն էլ ունենանք, շատի մեջ էլ չենք լինի հավատարիմ ու գոհացող։ Դրա համար այսօր քո քչի մեջ հավատարիմ եղի, շնորհակալ եղի Տիրոջից, այն ամենի համար, ինչ որ Տերը քեզ տվել է, ու այդ քո շնորհակալ սրտի համար Աստված կօրհնի քո տունը։ Ամեն։ Ու հենց Սարեփթացի կնոջ կյանքում իր այդ հավատարմությունն ու հնազանդությունը իր գալիք օրհնությունների պատճառը դարձան։ Ամեն։ Ու այստեղ Աստվածաշնչից մի հատ հետաքրքիր տեղ կա, երբ որ կարդում եմ, նմանեցնում եմ այս հատվածին, որ նոր կարդացինք, բացենք միասին։ Մատթեոս 25:40 խոսքում այսպես է ասվում. Թագավորը կպատասխանի ու նրանց կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Օրինակին նայենք Սարեփթացի կինը, ում համար այդ զոհը արեց։ Տիրոջ ծառայի համար, չէ, Տիրոջ մարգարեի համար ինքը այդ զոհը արեց ու Տերն էլ անպատասխան չթողեց։ Ամեն, նույնն էլ այսօր մեր կյանքերում, եթե սիրելիս, դու որոշում ես քո քրոջը կամ քո եղբորը ինչ որ մի բանով օրհնես, ինչ որ մի բանով ծառայես, դու նախ անում ես դա Տիրոջ համար։ Ու հավատա, որ դա Տիրոջ աչքին շատ հաճելի է երևում, ամեն։ Ու այդ ամեն ինչի շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք միաբան այստեղ հավաքվել, Տիրոջ խոսքով լցվել, սնվել, ամեն հարմարավետությունները ունենալով, կամ ինչ որ մի կարիք ա, որ մեկին օգնել, այդ ամեն ինչը դու ոչ թե միայն քո համար ես անում ես նաև քո եղբոր ու քո քրոջ համար, որն էլ ըստ Աստծո խոսքի նաև Տիրոջ համար ես անում, Տիրոջը հաճելի բան ես անում, ամեն։ Օրհնված եղեք սիրելիներս, տվեք մեծ սրտով ու ուրախությամբ Տիրոջը ու հավատացեք, որ Տերն էլ ձեր շտեմարանները կլցնի իր օրհնություններով ու բարիքներով։ Աստված օրհնի ամեն մեկի տնծաներն ու զոհերը։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Որ երկնքում անունը քո սուրբ թող լինի, կյանքը իմ և շուրջս ամենը Տեր, քո ամուր ձեռքերում ես վահում, Հայր մեր, որ երկնքում անունը քո սուրբ թող լինի, կյանքը իմ և շուրջս ամենը
Շնորհակալ ենք քեզ, Տեր, այս հրաշալի ժամանակի համար, Տեր Աստված։ Շնորհակալ ենք այս առավոտյան համար, Տեր Աստված, որ մենք կարող ենք գալ քո խորանը, Տեր, երկրպագություն բարձրացնել քո գահին, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու մեզ տվել ես հնարավորություն գալ քո գահի առաջ, քո զոհասեղանին մատուցել մեր ընծաները, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ տվել ես մեզ մարմնեղեն սրտեր քո խոսքի համար, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ մենք կարող ենք ունենալ այսօր քո խորանի մեջ քո խոսքը, Տեր, քո ներկայությունը, Տեր, քո օծությունը, Տեր, թող հոսի քո գահից, քո ժողովրդի վրա, Տեր, Հիսուսի անունով, ամենազոր արքա, մենք այստեղ ենք այսօր, քո ժողովուրդ այստեղ, քո գահի առաջ, Տեր, իր երկրպագությունն է բարձրացնում քեզ, մեծարանքն է բարձրացնում քեզ, եւ ասում է դու ես որ ես, Տեր, դու ես որ ես, Տեր, մեր կյանքի Տերն ես, մեր փրկիչն ես, մեր արարիչն ես, մեր ամենն ես, որի համար մեծարում ենք քեզ ու փառաբանում, մեր Հայր որդի եւ Սուրբ Ոգի, ամեն, ամեն։ Փառք Հիսուսին, հալելույա, փառք մեր հորը, մեր արքային, մեր արարչին եւ Սուրբ Հոգուն, ամեն, ամեն։ Տեր օրհնի թանկագիններս, շնորհակալություն, որ այստեղ ես, ողջունում ենք քեզ, կարող եք նստել, շնորհակալություն փառաբանության թիմին, շնորհակալություն։ Սիրելի եկեղեցի, ես ողջունում եմ քեզ, ողջուներ եմ բերել հեռավոր Ֆրանսիայից, Բորդո քաղաքից։
դուք այնտեղ տուն ունեք, ընտանիք ունեք, որը ձեր մի մասնիկն է, որը նույն նպատակների ու երազանքների եւ ուղղության շարժի գործի մեջ է, ոնց որ դուք։ Փառք Հիսուսին սրա համար, այս զորավոր գործ է ու առաջադրանք է, որ մենք ունենք մեր Տիրոջից։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Սիրելիներս, ես մոտավորապես 35 տարի արդեն կյանքի խոսքի մեջ եմ, միշտ դրսերում եմ եղել, Վեդի քաղաքից եմ ծնունդով, այնտեղ եմ ծառայել, հետո մեկնել ենք Ռուսաստանում ծառայեցինք, հայկական ծառայություն ենք բարձրացնում, հետո այնպես ստացվեց, որ Տերը մեզ տարավ Ֆրանսիա, Բորդո քաղաք ու այնտեղ տվեց մեզ շնորհ, որպեսզի իր ծառաները լինենք, ունեմ մեկ շատ սիրելի կին, որը օրհնություն է իմ համար 31 տարիներից ավել, պարգևել է ինձ 3 երեխաներ, որոնցից 2 ամուսնացած են արդեն, Սվետլանան մեծ աղջիկս, Ջոշուան տղաս եւ Ռեբեկան փոքր աղջիկը մեր։ Ունեմ նաեւ մեկ թորնիկ, պապիկի պարծանքը, Փառք Հիսուսին։ Թորները ուրիշ պարգև են, Փառք Հիսուսին։ Սիրելիներս, Փառք Հիսուսին ու նրանք բոլորը, ամենակարևորը, նրանք բոլորը երկնքի արքայության զավակներ են, ծառայում են եկեղեցում, եկեղեցու սյուներից են, Փառք Հիսուսին, նվիրված են, սիրում են Հիսուսին, վերապրել են Տիրոջ ներկայությունը իրանց կյանքի մեջ ու իրանց կյանքը տվել են իմ Տիրոջը։ Ես հավատում եմ այդ խոսքին ու վերցրել եմ իմ կյանքի մեջ, որ Աստված սերունդների Աստված է։ Ես ինքս 3-րդ սերունդն եմ, ինձանից հետո 2 սերունդ ունեմ, որ իմ Տիրոջն եմ պատկանում։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Սիրելիներս, այսօր հրաշալի խոսք ունեմ, ձեզ երկնքից եմ բերել ու մի բան ասեմ, որ այս վայրը, որտեղ որ ես հիմա գտնվում եմ, այն հրաշալի վայր է եւ այն պատկանում է մի ղեկավարի, մի զորավարի, որի անունը Սուրբ Հոգի, ու շնորհակալ եմ, որ ինձ պատիվ արեց Պավելը, շնորհակալ եմ ձեզ, որ դուք պատիվ արեցիք ինձ, որ ես գտնվեմ այդ վայրի մեջ եւ այն ինչ որ ես ունեմ վերապրել եմ իմ կյանքի մեջ կարողանամ կիսել ձեր հետ եւ մտածում եմ այն շինություն կլինի մեր կյանքի համար եւ եկեղեցու համար։ Փառք Հիսուսին։ Մենք կարևոր չի, մենք բոլորս մարդ ենք, բայց մեզ կարևորում է Տերը, ովքեր որ նպատակ ու որոշում ունի նրա նպատակներին միանա։ Ամեն։ Մենք շնորհ ունենք նրա շնորհիվ, Փառք Հիսուսին։ Ուզում եմ այսօր խոսամ խոսքի նպատակի մասին, Աստծո խոսքի նպատակի մասին։ Սիրելիներս, կուզեմ որ կողքինիդ ասես, որ այս խոսքը քո համար է։ Հիմա ուզում եմ դու ինքդ քեզ ասես։ Այս խոսքը իմ համար է։ Մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, մեր եկեղեցում մի շատ հետաքրքիր, շատ լավ սիրելի զույգ կա, ու ամեն անգամ ծառայությունից հետո նրան գալիս է իր մոտ Հովիվ ջան, ամուսինը կնոջն ասում է, իր համար է իր ասում, իր համար է իր քարոզում, հետո կինը գալիս ասում է Հովիվ ջան, իր համար է իր քարոզում։ Փառք Հիսուսին դրա համար, որ իրանք գոնե գիտեն ում համար է քարոզում։ Բայց գիտեք, սիրելիներս, Աստծո խոսքը ինքը շատ մեծ զորություն ունի, շատ կարևորություն ունի, ինչպես որ մեր Տեր Աստվածը։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը ինքը ինչ որ մեկի համար մարգարե է, ինչ որ մեկի համար լավ անձնավորություն, ինչ որ մեկի համար լավ օրինակ, ինչ որ մեկի համար խաչի վրա կախված տկարի մեկը, որ չկարած իրան օգնի, հասկանում եք, բայց իմ ու քո համար ով է ինքը, որ դու ստեղ ես, ինքը քո Տերն ու Փրկիչն է։ Էդի դրա մասին է խոսում, այսի շատ կարևոր է, որովհետև Հիսուսին դու ընդունեցիր քո Տերն ու Փրկիչը, դրա համար ինքը դարձավ քո Տեր Աստվածը։ Ու դրա համար նրա խոսքը կարևոր պետք է լինի մեր կյանքի մեջ։ Ու դա շատ կարևոր է, որ նրա խոսքը ուղղակի բառեր չեն, որ մեր ականջները շոյեն։ Նրանք կյանքի խոսքեր են, որ պիտի մտնեն մեր ականջների միջոցով միջև մեր շունչի մեջ, սրտի մեջ, կյանքի մեջ եւ այն գործի վերածեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Դրա համար այսօր մենք ես ու դու ունենք հնարավորություն բացառիկ
նվեր Աստծո կողմից, որ ինքն է մտածել իր եկեղեցին եւ դրել այսօր երկրի վրա, որ մարդը, ես ու դու գանք այնտեղ ու իր կենթանի կյանքի խոսքը լսենք ու մեր կյանքերի մեջ այն պտուղ բերի, մեր կյանքերի մեջ այն փոփոխություն բերի։ Դա առավելություն է այսօր մեր համար, սիրելիներս, որովհետեւ երբ որ մենք ունենք Աստծո խոսքը մեր կյանքի մեջ, Աստծո խոսքը ինքը ինչ անում է, մեզ մշակում է։ Մենք բոլորս էլ կարող ենք լինել հաճելի Աստծուն, նաև կարող ենք լինել տհաճ Աստծուն։ Բայց կենթանի խոսքի շնորհիվ մենք կարող ենք իմանալ ինչպիսին լինել, ինչպես անել, որպեսզի լինել հաճելի Աստծուն։ Ու եկեղեցին դա հրաշալի վայր է, որտեղ մենք կարող ենք մշակված լինել։ Դուք բոլորդ էլ այգիներ կունենաք։ Հա? Պտղատու ծառները իրանք մշակված են։ Եթե մի ծառ մշակված չի, ինքը դեկորատիվ է։ Ինքը պտուղներ չի տալիս։ Կամ էլ տված պտուղը համով չի։ Չէ՞։ Բայց որ պտուղը, որ ծառը, որ լավ մշակված է, ինքը ունի լավ քաղցր պտուղներ։ Ու սիրելիներս, այն մարդը, որ ունի իր կյանքի մեջ կյանքի խոսքը, Աստծո խոսքը, ինքը մշակվում է։ Ու ինքը ունի իր կյանքի մեջ բարի պտուղներ, որոնք հաճելի են Աստծուն։ Ու փառք Հիսուսին սրա համար։ Սիրելիներս, կուզեմ սկսենք Եբրայեցիների 4 գլխի 12-րդ խոսքից։ Կենթանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ եւ ամեն մի երկսայրե սրից առավել կտրուկ, այն թափանցում է միջև շնչի եւ հոգու հոդերի եւ ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է եւ ակնհայտ նրան ենք հաշվետու։ Ամեն։ Սիրելիներս, կուզեմ այս խոսքը մի փոքր մեկնաբանենք միասին։ Ես մտածում եմ, որ դուք արդեն շատ անգամ այս խոսքը կարող է իմանաք, լսած լինեք, մենք նույն հոգով ենք շարժվում, նույն հոգու մեջ ենք, բայց թող դա քեզ ձանձրալի չլինի, այլ հաստատություն լինի, լավ։ Աստծո խոսքը երբևիցե Աստծո զավակի համար ձանձրալի չի լինի։ Եթե քեզ համար ձանձրալի է, ուրեմն մի բան կա, որ պետքա դզվի, մի բան որ պետքա շտկվի։ Դրա համար սիրելիներս, փառք Հիսուսին այս խոսքի համար։ Կենթանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ։ Աստծո խոսքը սովորական գիրք չի, սիրելիներս, ինքը զորություն ունի իր մեջը, ու Աստծո խոսքը դա հենց ինքը խոսում է, որ ինքը Աստծո բերանից է գալիս։ Ու մենք գիտենք, որ Աստծո խոսքը ինչեր արեց, երկինք երկիր արարեց, չէ՞, մարդ ստեղծեց եւ այլն եւ այլն։ Ու հիմա տեսեք, այսօր էլ Աստծո խոսքը իմ ու քո կյանքի մեջ ինքը կարա շատ մեծ ազդեցություն ունենա։ Ու դա ես ու դու ենք որոշում, սիրելիներս։ Ես ու դու ենք որոշում, թե ինքը ինչքան ազդեցություն կունենա իմ ու քո կյանքի մեջ։ Ես ու դու ենք որոշում։ Գիտես, դու կարող ես լսել հավատքի խոսքեր։ Հաճախ ստացվել է, չէ՞, մեր կյանքում։ Ինչ-որ մեկը բժշկվեց, ես չբժշկվեցի։ Ինչ-որ մեկը ինչ-որ օրհնություն ունեցավ, ես չունեցա։ Ինչ-որ մեկը հայտնություն ունեցավ, ես չունեցա։ Գիտես ինչն է պատճառը։ Որովհետև այդ խոսքը իմ համար հեղինակություն չուներ։ Այդ խոսքը իմ համար ուղակի խոսք էր, ուղակի ծառայություն էր, ուղակի որովհետև ես քրիստոնյա եմ, պիտի հաճախեմ եկեղեցի ամեն կիրակի։ Ու որ հաճախում եմ, ես պիտի լսեմ խոսքը։ Բայց մենք դրա համար չի, որ քրիստոնյա ենք, պիտի ամեն կիրակի հաճախենք եկեղեցի։ Մենք հաճախում ենք եկեղեցի, որովհետև մենք հացի կարիք ունենք։ Ամեն։ Ու այդ հացը, եթե ես չեմ վերցնում իմ կյանքի մեջ, ինքը չի կարա ինչ-որ ազդեցություն թողի իմ կյանքի մեջ։ Ամեն։ Մենք միասին ենք, փառք Հիսուսին։ Թանկագիններս, դրա համար այն պատմությունները, որ մենք կարդում ենք այս գրքի մեջ, դա փիլիսոփայություն չի։ Նրանք արժեքներ ունեն։ Եվ այդ արժեքները մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա ու մեր ապագայի վրա։ Ու դա մենք պետք է հասկանանք։ Ու այդ նույն խոսքը, որով Աստված ստեղծեց աշխարհը, այսօր մարդկանց կյանքերի մեջ է գործանում։
Այդ նույն խոսքը, որ Աստված ասեց թող լինի լույս, եղավ լույս եւ աստղեր եւ այլն, այդ հրաշագործությունները, այդ զորությունները, այդ նույն զորության խոսքը այսօր իմ ու քո կյանքի մեջ է գործանում։ Ու այսօր ես ու դու պիտի այդ գործը ուժի դնենք։ Այդ ուժը գործի դնենք, կներեք։ Ես ու դու, հալելույա, այն ազդեցիկ է թանկագիններս, և երբևիցե Աստծո խոսքը չի հնանում, կարող է հայկական լավաշը մի քանի ամիս հետո հնանա, բայց Տիրոջ խոսքը զորությունը երբեք չի կորցնում ու երբեք չի հնանում, ամեն, ամեն, ու այն մեր կյանքում ուղղակի ինչ-որ տեղեկություններ չի տալիս, ինչ-որ բաների մասին չի պատմում, որ սենց կարա լինի, այն գալիս է մեր կյանք, որպես ինչ-որ գործողություն անի մեր կյանքի մեջ, այն գալիս է մեր կյանք ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բան շտկելու, օրինակ ամեն մեկս մենք կարանք ասենք, որ մենք փոխվել ենք, ով կարա ասի, որ ես առաջվա մարդը չեմ, ես այսօր ուրիշ մարդ եմ, ու եկեք մեր մեջ էլի, մենք այսօր ավելի լավն ենք, քան առաջ, անկեղծ, չէ, այսօր ավելի լավն ենք, քան մի տարի առաջ, կամ 10 տարի առաջ, ամեն, գիտեք խի, որովհետև նրա խոսքը մեր կյանքի մեջ է, որովհետև նրա խոսքը մեր կյանքի մեջ ինչ-որ գործեր է արել, նրա խոսքը մեր կյանքի մեջ ինչ-որ ազդեցություն է թողել, որ փոխել է արժեքներ, որ փոխել է երկրային արժեքները երկնային արժեքների, չէ, հովը ոնց ասեց, երկրի վրա մենք ապրում ենք երկնքի արժեքներով, այսի ուղղակի խոսքեր չի, ուղղակի դավանանք չի, ուղղակի ներշնչանք չի, սա իրականությունն է ու կատարյալ է, որովհետև ինչ է երկնքի արժեքները, ինչ է երկնքի արժեքը իմ կյանքի մեջ, երկնքի արժեքը, ոնց ասում, երկնքի արքայությունը ուտելիք խմելիք չի, հաց ու պանիր չի, ավելի համով բան է, ուրախություն, խաղաղություն, արդարություն, Սուրբ Հոգով, ամեն, որ մենք ունենք, ամեն Փառք Հիսուսին։ Եվ ամենահետաքրքիրը որն է, սիրելիներս, որ Աստծո խոսքը մեր կյանքի մեջ կարող է անել այն, ինչ որ չի կարող անել մարդը։ Շատ զորավոր գործեր կարող է անել մեր կյանքի մեջ Աստծո խոսքը ինչ որ չի կարող անել մարդը։ Օրինակի համար տեսեք ստեղ ասում է թափանցում է հոդերի մեջ, սրտի խորքերը, սրտի անկյունները, այսօր շատ լավ քիրուրգներ կան։ Օրինակ Եվրոպայում արդեն որ վիրահատություն անեն, պետք չի որ մարդուն ճղեն, ինչ որ փոքր անցքեր են անում ու այդ անցքից այդ մեծ վիրահատությունները անում են, բայց միևնույնն է նրանք չեն կարող մտնեն մարդու խորհուրդների մեջ։ Հոդերի մեջ կարում են, բայց սրտի խորհուրդների մեջ չեն կարում, բայց տեսեք սիրելիներս, այստեղ ասում է, որ Աստծո խոսքը կարող է գա մտնի մեր սրտի խորհուրդների մեջ, ու ես ինչ է նշանակում, որ մենք Աստծուց թաքցնելու ոչ մի բան չունենք, մենք ինչքան էլ ուզենանք մարդկանց խաբենք, Աստծուն չեն կարա, ինքներս մեզ էլ մեկ-մեկ խաբում ենք, մեկ-մեկ ստացում է, չտենալու ենք տալի, բայց Աստծո առաջ պետք է մենք ազնիվ լինենք, անկեղծ լինենք, ու ես ինքը գնահատում է, ու եսի իրան թույլ է տալի, որ ինչ-որ բան անի մեր կյանքի մեջ, երբ որ մենք անկեղծ ենք, երբ որ մենք ասում ենք անկարող ենք, դու կարող ես, նա կարողանում է ինչ-որ բան անի, ամեն, Փառք Հիսուսին։ Եվ ասում է, խոսում է երկսայրի սրի մասին, ինչ է երկսայրի սուրը, ինքը երկու կողմից է սուրը, որ կողմ գնում է, այն կողմ փրտում է, աչա գնում փրտում է, ձախա գնում փրտում է, ու ինչն է փրտում մարդու կյանքից Աստծո երկսայրի սուր խոսքը, սիրելիներս, այն բաժանում է ճշմարտությունը ստից, այն բաժանում է սուրբը պիղծից, այն բաժանում է Աստծո կամքը մարդու կամքից, ամեն, հալելույա, սա շատ լավ հնարավորություն է իմ ու քո համար, որպեսզի մենք ճանաչենք ճշմարտությունը, ոչ մի մարդ երկրի վրա չի ուզում խաբված լինի, ոչ մի մարդ չի ուզում խաբված լինի սիրելիներս, երբևիցե,
բայց ճշմարտությունը այն է, որ շատ շատերը շատ հեշտությամբ խաբվում են։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ մարդ երբ որ խաբնվում է, իրան ավելի դժվար է իր այդ խաբվածությունը բռնի ու հետևի, քան թե մի անգամ կանգնի ասի ես սխալվել եմ ու խաբվել եմ։ Ու դրա համար սիրելիներս, երբ որ մարդը այդպիսի դիրքում է, ինքը հպարտության մեջ է։ Մենք խենք այսօր Աստծո հետ, խենք Աստծո հետ քայլում։ Դու գիտեք մարդիկ չկան, որ մեր շրջապատում, մեր երկրում, որ գիտեն, որ Աստված կա, հստակ գիտեն, որ Աստված կա։ Բա ինչի չեն այստեղ, ինչի չեն Աստծո գահի առաջ, ինչի չեն Աստծուն պաշտամունքի մեջ, որովհետև այն սուտը, որ իրանք ունեն, իրանց հպարտության թագն է, էդի չեն ուզում հանեն վրայից։ Ու որն էլ պատճառը, որ մարդուն տանում է անկում ու խանգարում է Աստծո այդ հարաբերությունների։ Աստված հպարտների հետ գործ չունի անելու։ Ձիգ կանգնածների հետ բան չունի անելու, որովհետև ձիգ կանգնում են արձանները։ Արձանները անշարժ են։ Իրանց հետ գործ չունի անելու։ Իսկ ով որ փխրուն է, ճկուն է, համաձայնվում է իր հետ, իր խոսքի հետ, իր հետ ինչ որ բաներ սկսում է անել։ Ու ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ Աստված ում հետ աշխատում է, ում հետ գործ է անում, ում կյանքի մեջ մտնում է, մենակ այդտեղ բարձրացնում է, մենակ այդտեղ կյանք է բերում ու ավելի առատությամբ։ Հովհաննես 10:10-ն է, չէ՞ ասում։ Ավելի առատությամբ։ Ու սիրելիներս, մենք ունենք այդ հնարավորությունը այսօր բաց չթողնել։ Ունենք այդ հնարավորություն, որովհետև գիտեք, Աստված ոչ մի բան թաքուն չարեց։ Ամեն բան պարզ արեց, հասարակ, հստակ, իր խոսքի միջոցով մեզ իմացնել տվեց։ Ու ամենահետաքրքիրը որն է, որ ինքը երբևից է ինչ որ մեկի կյանք չի գնում ու դուրը սենց բացում ոտքով։ Ոչ մեկի կյանք։ Ոչ մեկ մարդ չի կարող երկրի վրա ասել, Աստված իմ կյանքի մեջ զորով է մտել, ես չեմ ուզել, ինքը եկել է քացով խփել է մտել է։ Չէ, ինքը համբերատար թակում է։ Սրտի դուռը, քո կյանքի դուռը, համբերատար։ Գիտես խի, որովհետև ինքը քո ինքնությունը հարգում է։ Քո որոշումը հարգում է։ Դրա համար, եթե դու չես ուզում, իր խոսքը քո կյանքի մեջ տեղ չունի, ու դրա պատճառով ինքը չի ասում, «Всё, գնացիր անկման», քեզ հաջորդ հնարավորությունն է տալիս, շարունակում է թակել։ Էլի չես բացում, չես ուզում իր խոսքը։ Խաչ չի քաշում, շարունակում է թակել, շարունակում է հարգել քեզ։ Մեկ էլ մի օր մարդը մի նեղ ճանապարհի է հանդիպում ու հասկանում է, որ ունի իր կարիքը, բացում է իր սրտի դուռը, բացում է իր կյանքի դուռը, ոնց որ ես ու դու մի ժամանակ։ Ու ամենահետաքրքիրը որն է, սիրելիներս, ինչքան մենք նրա հետ քայլում ենք, այնքան մեզ հաճելի է։ Ինչքան մենք մտերիմ ենք նրա հետ, այնքան մենք հեռու ենք մեղքից։ Այնքան մեզ հաճելի է։ Ես անկեղծ վերապրել եմ ու վերապրում եմ այդ զգացմունքը, սրբության զգացմունքը, ինքը շատ հաճելի զգացմունք է, շատ հաճելի, քան մեղքի զգացմունքը, մեղքի հաճույքները։ Սիրելիներս, երբ որ դու քո արարչի հետ հանդիպում ես, նրա ներկայության մեջ ես, ավելի քան հաճելի զգացմունք դու չես կարող վերապրել։ Երբ որ ով որ քեզ արարել է, ստեղծել է, ու դու նրա ներկայության մեջ ես։ Դրա համար ես քեզ կոչ եմ անում, եթե այն չես ունեցել, խնդրի թող Սուրբ Հոգին քեզ այդ շնորհի, սրբության զգացում ու դու վերապրես այդ Հիսուսի անունով։ Հալելույա, ամեն։ Սիրելիներս, երբեմն Աստծո խոսքը հաճելի չի մեզ լսել, որովհետև այն խոցում է հպարտությունը մարդու։ Երբեմն Աստծո խոսքը ինքը դեղի նման է։ Դեղը դառնա, բայց բուժում է։ Գիտեք, երբ որ ճշմարտությունը մենք լսում ենք, երբ որ Աստծո խոսքը հանդիմանում է մեր մեղքը, հա,
ուզում եմ մեզի հղկի, էսի հայերեն բառա, չէ՞։ Բոլորը հասկանում են։ Ամեն։ Էդի ցավալի է։ Տահաճա։ Բայց ամեն վիրահատությունից հետո կա լավ արդյունք։ Գիտես, դու այսօր վկայեցիր նրա մասին, որ դու ավելի լավն ես, քան երեք։ Դու համաձայն ես իմ հետ։ Դու վկայեցիր։ Գիտես, երեք եթե քո կյանքի մեջ վիրահատություն չլիներ, դու այսօր ավելի լավը չլինեիր։ Չէր լինի։ Եթե այսօր քո կյանքի մեջ վիրահատություն չլինի, դու վաղ ավելի լավ չես լինի։ Եթե մյուս օրը քո կյանքի մեջ վիրահատություն չլինի նրա խոսքով, դու հավերժություն չես ունենա։ Դրա համար էսի քո կյանքն է։ Ամեն օր։ Ու էդի ոչ թե մենակ իմանալ, գիտեք, որ շատերը գիտեն։ Սատանան գիտի Աստծո խոսքը, նրա դիվային աշխարհը գիտի, մուսուլմանները գիտեն, աթեիստները գիտեն Աստծո խոսքը։ Բայց ես ու դու ինչով ենք տարբերվում, սիրելիներս, որ ոչ թե մենակ այն գիտենք, այն մեր կյանքի մեջ գործում է, այսինքն մենք դրանով ապրում ենք, այսինքն ինքը ինչ որ ասում է, ես էդի անում եմ։ Էսի է, որ իմ հնազանդությունն է ցույց տալի Աստծուն։ Եթե ես գիտեմ խոսքը, օրինակի համար մի հատ շատ հետաքրքիր մեղք կա, չէ՞, sense տարածված, բոլորը սիրում են ու էդի մարդուն էլի տենց հաճելի զգացմունք է տալի։ Բամբասանքը։ Գիտեք, ավելի հաճելի զգացմունք է, քան ալկոհոլը, մնացած։ Գիտեք, մարդ երբ որ բամբասում է, ինքը sense հաճույք է ստանում դրանից։ Ու գիտեք, որ ազգ չկա, որ այդ հիվանդությունը չունենա։ Ու երբ է գործում Աստծո խոսքը, երբ որ գալիս է բամբասելու պահը, ես իմ բերանը փակում եմ։ Որովհետև Աստված ասում է մի բամբասի, ես իմ բերանը փակում եմ, ես ապրում եմ Աստծո խոսքով։ Այլ որ պահը կա, ու ես հավատարմությունս պիտի պահեմ։ Ես այդ ժամանակ եմ ցույց տալի, որ ես հավատարիմ եմ։ Բայց որ մենակ քո տանը քնած ես, ոչ մի պահ չկա, որ դու պետք է հավատարմություն ցույց տաս։ Ինչ օգուտ, չէ՞։ Դամար հենց այն պահին, գիտես, շատ ժամանակ մենք կարանք ասենք, դե չդիմացա։ Վիրավորեցի, վատ բառ ասեցի եւ այլն։ Գիտես, երբ որ դիմանալու կարիք չկա, քո արածն էլ գին չունի։ Մտածում եմ ինձ հասկանում եք ինչ եմ ասում, հա? Դրա համար երբ որ սիրելիս պահը գալիս է ու այդ պահին ես դու սանձում քո անձը, քո մարմինը ու ասում ես ավելի կարևոր է ինքը, քան իմ մտածելակերպը, քան իմ արժեքները, քան իմ եսը, քան իմ հպարտությունը, իմ կարևորությունը, դու այդ ժամանակ կարևորում ես Աստծուն, որովհետև նրա խոսքը իմանալով, նրա խոսքով դու արդեն ապրում ես, ու դու ցույց ես տալի, որ դու իր զավակն ես։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գնանք առաջ, սիրելիներս։ Հալելույա։ Միասին են գնալու, հա, բայց։ Ամեն։ Հալելույա։ Ու գիտեք, սիրելիներս, երբեմն մենք ինքներս չենք հասկանում մեր շարժառիթները, ինչի հետևանք է, ինչից են ծնվում դրանք, բայց Աստված տենում է, ամեն ինչ տենում է, ու դրա համար կարևոր է, որ ես ու դու ինչով ենք սնվում, շատ կարևոր է, որ մենք ինչով ենք սնվում, գիտես դու մեկ էլ կարող է տխրություն գա քո կյանքի մեջ, կարող է ագրեսիվ դառնաս, կռվարար եւ այլն, ու չիմանաս ինչի համար էդի, այդպես եղավ։ Մենք մեր մարմինը, մեր միտքը, մեր անձը, մենք սննում ենք, սիրելիներս։ Սննում ենք աշխարհիկ երաժշտությունով, ընկերների հետ հարաբերությունով, հեռուստացույցի ինֆորմացիայով, ինտերնետի ինֆորմացիայով եւ այս ամենը ինչ որ հետևանքներ է թողնում մեր անձի վրա, մեր շնչի վրա։
ու հետո մեկ էլ մենք ագրեսիվ ենք։ Ինչի համար։ Որովհետև այն կենթանի ջրերը, որ Աստծո խոսքն է բերում մեր կյանքի մեջ, դադարեցնում ենք։ Բայց մեր կյանքը լցնում ենք ուրիշ բաներով։ Դրա համար էլ այդ ուրիշ բաներով, որ լցվում է, ինչ վիտամինով լցում ես, այդ ծիրան էլ ստանում ես, չէ՞։ Ստեղ կա ծիրան։ Ով ծիրան ծառ ունի։ Տերը օրհնի ձեզ ու առատացնի ձեր ծառները, առատ վերք լինի միշտ։ Մյուս տարի կլինի։ Սիրելիներս, որպեսի համով բերք ունենանք, մենք համապատասխան վիտամիններով պետք է սնենք, չէ՞։ Նույնն էլ մենք, որպեսի մենք Աստծուն հաճելի ինչ-որ բան մատուցենք, պետք է լցվենք այդ խոսքով։ 1-2 կիրակի բացակայում ես, խմբակ չես գնում, գիրքը չես կարդում, ու մեկը տենում ես, թե ոնց է մնացած բաները զարգանում քո մեջ։ Բայց դա դու ես որոշում։ Դրան առաջընթաց տաս, թե արգել ես։ Ու գիտեք, մեր արարքները Աստծո առաջ շատ կարևոր է, որ մենք հասկանանք սիրելիներս, որովհետև ինքը ասում է, որ ես դեր սրտի խորհուրդներն եմ քննում, մենք հասկանանք, որ եթե մենք մեզ պահում ենք քրիստոնավայել, դա չենք պահում, որ մարդուն ցույց տանք։ Մենք քրիստոնավայել չենք, որովհետև այստեղ ենք, ծառայության ենք։ Քրիստոնավայել չենք, որովհետև քույրիկի հետ սուրճ ենք խմում, չենք բամբասում, որովհետև սուրճի ընկերը մեր եկեղեցու քույրիկներից է։ Իսկ հարևանուհու հետ դա արդեն ուրիշ դաշտ է, ընդ կարելի է։ Չէ, սիրելիներս, հենց ասում, որ ձեր սրտի խորհուրդները, ամեն ինչը մենք քրիստոնյայի նման ենք ապրում, որովհետև մենք գիտենք, որ մենք ամեն տեղ Աստծո առաջ ենք ապրում։ Մենք քրիստոնյա չենք, երբ որ եկեղեցում ենք կամ հովիվի ներկայության մեջ կամ եկեղեցուց ինչ որ մեկի ներկայության մեջ։ Մենք քրիստոնյա ենք 24-24-ի վրա։ Ամեն 7 օր։ Ամեն տարի 365 օր։ Ու այդ օգնում է մեզ մնալ քրիստոնյա, երբ որ մենք հավատարիմ ենք նրա խոսքին։ Երբ որ նրա խոսքը միշտ կենթանի մեր կյանքի մեջ է։ Գիտեք, շատ բաներ կա, որ մենք օրինակ իմ կյանքը վերցնեմ, սիրելիներս, այնպես չի, որ միանգամից մենք փոխվում ենք, բայց երբ որ մենք աշխատանք ենք տանում, ուշադրություն ենք դարձնում, ուղղակի հենց թեկուզ լեքսիկայի վրա ինչ որ բառեր կա, որ sense մեկ էլ մոդա են գնում ու բոլորը օգտագործում են։ Հիշում եմ պատանեկան տարիքին 90-ական թվականներն էր, ինչ որ կարոչի էին ասում, հիշում եք այդ։ Ամեն երկրորդ բառը էտի է օգտագործում, չգիտեմ խի, դասընկերներս ասում են, ես էլ եմ ասում, դա նույնիսկ իր նշանակությունը հիմա եմ հասկանում։ Կարճ ասած, հա։ Կարճ ասած։ Ու հետո մի անգամ մայրիկս ինձ ասեց, գիտես, այդ բառը էլ չօգտագործես։ Աղոթեցի ու ասում եմ Սուրբ Հոգի ջան ինձ օգնի, որ այդ բառը չօգտագործեմ, բայց շարունակում եմ օգտագործել։ Բայց ասում եմ, բայց Սուրբ Հոգի քիչ էս օգնում ինձ, որ չօգտագործեմ։ Ու գիտեք ինչ արեցի, վերցրեցի կոնտրոլ իմ լեզվի վրա։ Վերցրեցի կոնտրոլ իմ լեզվի վրա։ Սիրելիս, միջև դու կոնտրոլ չվերցնես քո կյանքի վրա, քո կյանքը ինքնահոսի չի գնա։ Ինքնահոսի մի թող քո կյանքը։ Վերցրա կոնտրոլ եւ այն ուղղության տար։ Այն տար այն ուղղությունով, որտեղ որ ուղղորդում է քեզ Տիրոջ խոսքը, ճշմարտությունը, լույսը, դու լույսի մեջ քայլես, դու չես կորի, երբեք չես սայթակի, երբեք չես ընկնի։ Ինչ է ասում Աստծո խոսքը, պահի իմ պատվիրանը, իմ պատվիրանն էլ քեզ կպահի։ Չէ՞։ Օրինակի համար ինչի մեզ չեն դատում մարդասպանության հոդվածով կամ գողության հոդվածով, որովհետև մենք պահել ենք Տիրոջ պատվիրանը։ Ու դրա համար էլ Տիրոջ պատվիրանը մեզ պահում է։ Հասկանում եք, մենք չենք կարող ինքնուրույն ինչ որ Աստծո օգնությամբ ինչ որ բաների հասնենք, բայց Աստծո օգնությամբ մենք կարանք իր գահին կպնենք, սիրելիներս։ Մենք չենք կարող մտածենք ինչ որ լավ ճանապարհներ, որ մեր բարի գործերով եւ այլը, չէ, դա իր շնորհիվ, իր խոսքի շնորհիվ, իր ուղղությունների, իր ճանապարհների շնորհիվ մենք արդարանում ենք ու մոտենում ենք իր գահին։ Ամեն, Փառք Հիսուսին։ Եվ 13-րդ խոսքի վրա մի փոքր շեշտ անեմ ու գնանք առաջ, սիրելիներս։ Չկա ոչ մի արարած, որ նրա առաջ ծածուկ լինի։
ոչ մի բան մենք չենք կարող նրա առաջից թաքցնենք սիրելիներս։ Եթե ինքը դատավոր է, ինքը դատավոր է բոլորի։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Ինքը դատավոր է բոլորի, բայց բոլորի տեղը բոլորը չեն պատասխանում։ Ամեն մեկը իր տեղն է պատասխանում։ Ես չեմ կարող ասեմ, ես վրդովվեցի, որովհետև ինձ իմ եղբայրը վրդովեցրեց։ Ինքը հարցնելու է, «Խի դու վրդովվեցիր»։ Չի հարցնելու, իրան է հարցնելու, «Խի վրդովեցրիր»։ Բայց ինձանից է հարցնելու։ Դրա համար սիրելիներս, երբ որ մենք կանգնում ենք նրա առաջ, մենք չպիտի կանգնենք նրա խոսքի մեջ ու ասենք, «Էսի վերաբերվում է կնոջս, էսի Վանիկ եղբորը, էսի Արշալույս քույրիկին»։ Այն չէ, սիրելիս, երբ որ դու ստեղից գալիս է Տիրոջ խոսքը քո կյանքի մեջ, երբ որ դու կարդում ես, այն քո մտքի մեջ է մտնում, քո շնչի մեջ է մտնում, էդի քոնն է, քո կյանքի համար։ Քո կյանքի համար, ու դու երբ որ դա ինդիվիդուալ անես, անձնական անես, այն գործ կանի քո կյանքի մեջ։ Ու մեկը չկա, որ դրանից կանցնի։ Հալելույա։ Ու իմացեք, որ երբ որ Աստծո խոսքը գալիս է մեր կյանք ինչ որ բան վիրաբուժելու, հա, ինչ որ օպերացիա անելու, ինչ որ փոփոխություն անելու, ինքը չի անում դրա համար, որ կործանի մեզ։ Ինքը դա անում է մեզ բարձրացնելու համար, դա անում է մեզ բուժելու համար։ Երբեք չվախենաս, որ նրա խոսքը, նրա պատվիրանը պահես քո կյանքի մեջ ու դու ինչ որ անհաջողություն ես ունենալու։ Երբևիցե նրա խոսքն ու պատվիրանը քո կյանքի մեջ լինելով կենթանի, դու մենակ բարձրանալու ես։ Եվ քեզ դու մենակ Աստծուն չես հաճելի լինելու։ Դու հաճելի ես լինելու քո կողքիներին, դու հաճելի ես լինելու քո ընտանիքում, հաճելի ես լինելու եկեղեցում, շրջապատում, աշխատանքի վայրում, ընկերների, բոլորի հարևանության, ամեն տեղը հաճելի ես լինելու, որովհետև վիրահատված ես նրա խոսքով, որովհետև դու շտկված ես, վերանորոգված ես նրա խոսքով։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար սիրելիներս նրա խոսքը գալիս է մեր կյանքի մեջ, ինչ անում, ցույց է տալի խնդիրը ու հետո նրա հետ աշխատանք է տանում ու ապաքինություն, վերականգնում, մի վախեցի Տիրոջ խոսքը կենթանի, թույլ տալ, որ մտնի քո կյանքի մեջ։ Ու գիտես, որտեղ որ գալիս է Տիրոջ խոսքը, ինքը բերում է իր արքայությունը։ Ուղղակի չի կարագա մեր կյանքի մեջ խաղաղություն, ուղղակի չի կարագա մխիթարություն, ուղղակի մենք չենք կարող սրբվել, ուղղակի մենք չենք կարող արդարանալ, եթե առանց նրա խոսքի ենք սիրելիներս։ Երբևիցե մենք չենք կարող հաջողություն ունենալ ու երկինք հասնել առանց Հիսուս Քրիստոսի, որն է եւ Աստծո խոսքը։ Ամեն։ Գիտեք, եթե մի հատ հայտնություն եմ տալիս, էսի տնավարի, աղբերավարի, ուզում եմ ձեզ մի բան ասեմ, եթե Աստծո խոսքը քեզ վիրավորել է հին մարդուն, եթե ինչ-որ միտեղ Աստծո խոսքը քեզ ցավացրել է հին մարդուն, ու հավատա, որ երբ որ դու հնազանդվես այդ խոսքին, ինքը քեզ կվերականգնի ու կկանգնացնի, ինքը քեզ կբուժի։ Ամեն։ Հալելույա, հալելույա, ամեն, փառք Հիսուսին։ Այդ պատճառով սիրելիներս միշտ էլ հղկելը ցավոտ է, բայց արդյունքը պարծալի, հա, պարծալի, հայերեն բառա չէ։ Սիրուն տեսք ունի։ Հալելույա, հալելույա, փառք Հիսուսին եւ նրա խոսքով մենք բժշկվում ենք, ազատագրվում ենք, մխիթարվում ենք, ուրախություն ունենք, խաղաղություն ունենք։ Ու Հակոբոսը ինչ է ասում, սիրելիներս, առաջի գլխի 22-րդ խոսքում, բայց խոսքը կատարող եղեք, ոչ թե միայն լսողներ։ Մենք կարանք շատ լսենք, շատ իմանանք, բայց գործ չկա մեր կյանքում։ Անիմաստ է մեր լսելը։ Գիտես, շատ ժամանակ մեկ էլ տեսնում ես մի քրիստոնյա երկար տարիներ հաճախում է եկեղեցի ու մեկ էլ չկա։ Ինչ եղավ, հանդիպում ես եւ այլն։ Դե ոնց որ ելին առաջվա
էսի չկա, այնի չկա, չէ։ Ինչ որ հիասթափությունն է մոտը, ինչ որ պատճառը։ Գիտես ինչի համար, որովհետև կենթանի խոսքը էլ գործ չի անում։ Մարդու կյանքում, երբ որ կենթանի խոսքը դադարում է գործ անել, իր արժեքը կորցնում է։ Ինքը դադարում է դրան հետևել։ Դրա համար երբ որ այն անդադ գործի մեջ է դրված, այն անդադ պտուղ ունի, նա բարի պտուղներ ունի, եւ այդ բարի պտուղները մարդուն բավարարվածություն են բերում։ Ամեն։ Երբ որ մենք գիտենք, որ մենք Աստծո առաջ արդար ենք, Աստծո առաջ սուրբ ենք, եւ նա սիրում է մեզ, եւ մենք նրա որդին ենք, սա գիտեք, մեզի ուժ է տալի, մեզի ցանկություն է տալի նրա տունը գնանք, նրան զոհ բերենք, նրան մեր ձեռքերը բարձրացնենք, բայց երբ որ այն ազդեցություն չունի մեր վրա, իմաստ չունի մեր կյանքի մեջ, ինչ իմաստ ունի եկեղեցի գնալ, ինչ իմաստ ունի Աստծուն ընծան մատուցել, որովհետև կյանքի իմաստը կորցրել է մարդը, հավիտենական կյանքի իմաստը մարդը կորցրել։ Ամեն։ Գիտեք, Աստված մեզի մի հատ ինչ որ գարաժի դուռ չբացեց, է։ Հասկանում եք։ Ինչ որ մի հատ այգու դուռ չբացեց, ինչ որ մի հատ ռեստորանի դուռ չբացեց։ Ինքը մեզ երկնքի դուռն է բացել։ Երկնքի դուռը։ Հավիտենականության կատարելության դուռն է բացել մեզ։ Ու հասկանում եք, ինչքան է մեզ արժեքավորել։ Եթե մենք դրա մի փոքր չնչին տոկոսը հակառակ մատուցենք, հաստատ մեր կյանքը կփոխվի։ Հաստատ մենք ուրիշ ձև կմտածենք եւ ուրիշ արժեքներով կապրենք։ Փառք Հիսուսին։ Դրա համար սիրելիներս, դու կարող ես այնպես ապրել, որ ինքը չվնասվես եւ նաեւ չվնասվեն քո կողքինները։ Շատ կարևոր է, որ քրիստոնյան Հիսուսը ինքը սիրելիներս այնպես ապրեց երկրի վրա, որ ամեն իրան կպնողը, այս գիրքը այնպեսի գիրք է, որ ամեն իրան կպնող ինքը կյանք ունի։ Ես ու դու դրա վկան ենք, ամեն, եւ Տեր Հիսուսը ինքը այնպես ապրեց, որ ամեն իրան կպնողը կյանք ունեցավ։ Կյանք ունեցավ, ազատագրում ունեցավ, բժշկություն ունեցավ, մխիթարություն ունեցավ։ Ու մենք նրա նմաններն ենք, ամեն։ Աստծո խոսքը մեզ դարձնում է Հիսուսի նմանները։ Ու հիմա տեսեք սիրելիներս, շատ կարևոր է, որ այսօր մեր կողքի մարդիկ մեզ կպնելով չվնասվեն։ Այսօր մեր կողքի մարդիկ այնպիսին լինենք, որ մեզ կպնելով, մեր հետ առնչություն ունենալով, իրանք բժշկություն ունենան, մխիթարություն ունենան, ուրախություն ունենան։ Իմ կյանքում հաճախ մարդիկ են եղել, որ գիտեք, մի կես ժամ հետը զրույց կանես, կյանքից կհիասթափվես։ Ձեթը թանկացել է, ալուրը թանկացել է, բենզինը թանկացել է, չգիտեմ, շաքարավազը թանկացել է, մտածում ես էլ բան չկա անելու, տենաս դագաղն ինչ արժի։ Հասկանում եք, բայց հավատքի մարդը այդպեսին չի։ Եթե քո կյանքում կան այդպիսի մարդիկ, ականջներդ փակի ու փախի, որտեղ չի կերակրվում քո հավատքը, այդտեղ դու անելու բան չունես։ Որտեղ չի կերակրվում քո հավատքը, այնտեղ դու պետքա չլինես։ Ամեն։ Հալելույա։ 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 Սիրելիներս, որպեսզի լինենք Հիսուսի նման, պետքա լինենք նրա նման օծված, իսկ նրա խոսքը մեզ բերում է այդ օծությունը մեր կյանքի մեջ։ Սուրբ Հոգով, Աստծո արքայությունը Սուրբ Հոգով մենք կարող ենք ունենալ։ Եվ Սուրբ Հոգին ինչ ունի? Պտուղներ ունի, հրաշալի պտուղներ։ Դու գիտես, որ այդ պտուղները ես ու դու ենք արտադրում։ Որտեղից ենք արտադրում? Երբ որ մենք նրա տան մեջ լսում ենք նրա խոսքը, նրա տան մեջ սնվելով, մեր կյանքի մեջ արտադրվում է համբերություն, հավատք, խաղաղություն, ուրախություն, զսպվածություն, սեր, համերաշխություն, միաբանություն, հասկանում եք։ Բայց ու գիտես ամենահետաքրքիրը որն է։ Լինելով նրա տան մեջ, մարդ կարող է լինել Աստծո գործակիցը։ Լինելով Աստծո տան մեջ, Աստված կարա մարդու կյանքի մեջ ինչ որ բաներ անել,
մարդու կյանքի միջոցով ինչ-որ բաներ անել, նաև մարդը, ամենագլխավորը, դու Աստծո տան մեջ կարող ես Աստծո համար ինչ-որ բան անել։ Լսի, անկեղծ եմ ասում, նստել եմ ու մտածել եմ, եթե որ ես եկեղեցում չլինեի, եկեղեցու մեջ Աստծո համար ինչ-որ բան չանեի, ես որտեղ կարեի Աստծո համար ինչ-որ բան անեի։ Ամենալավ բանը, որ ես մեկին կարեի ինչ-որ ողորմություն տայի։ Բայց էսի չի ուզում Աստված։ Ուզում է, որ մենք ողորմած լինենք, բարի գործեր ունենանք։ Բայց էսի այն ամենը չի, ինչ որ Աստված ուզում է։ Ու որպեսզի ես կարողանամ Աստծո համար ինչ-որ բան անեմ, ես պիտի նրա տան մեջ լինեմ։ Ամեն։ Երբ որ մենք Ռուսաստանում էինք, մոտավորապես 14 տարի այնտեղ ապրեցինք ու եկեղեցում էինք, ծառայում էինք, երբ որ դու եկեղեցու մեջ ես, ծառայության մեջ ես, դու քրիստոնյայի կյանքը, հավատքի կյանքը իներցիայով ես ապրում։ Դու անդադ աղոթքների մեջ ես, անդադ Տիրոջ խոսքի մեջ ես, անդադ հավես կյանք է, սրբության քո շրջապատը պաշտպանված է, կողքերդ պաշտպանված ես։ Հետո երբ որ մենք Եվրոպա գնացինք, եկանք մի վայր, որտեղ եկեղեցի չկա, ու ես եմ իմ ընտանիքը, երեխաներս, ու ես ու կինս իրար էինք նայում ու մենք տեսնում ենք, որ մենք հոգևոր շնչահեղձ ենք լինում, չնայած, որ մենք կարդում ենք Աստվածաշունչ, միասին իրար ձեռք բռնում աղոթք ենք անում, բայց մենք զգում ենք, որ մենք շնչահեղձ ենք լինում, որովհետև կիրակի օրը մերը չի, մենք պետք է ինչ-որ մի տեղ լինենք։ Գնում ենք կաթոլիկ տաճար, նստում աղոթք ենք անում, Տիրոջն ենք փառաբանում, հետո որ մտնում ես այն Սուրբ Հոգու ներկայության մեջ, դու չգիտես որտեղ ես, ուր ես, ինչ ես, սկսում ես բարձր աղոթել, փառաբանել, ասում գալի ասում են չի կարելի, դուրս արի։ Ու ամենա խելացի բանը, որ մենք որոշում արեցինք, որ ինչ ուզում է լինի, մենք պետք է մեզի եկեղեցի մտցնենք։ Այդ ժամանակ մենք նպատակ չունենք եկեղեցի սկսելու գնացինք եկեղեցի, հաճախում ենք այնտեղ, որտեղ Տիրոջ խոսքն է։ Գիտես, ուրիշ ոչ միտեղ դու չես կարա անցամատուցես, բացի որ նրա տնից։ Դու որտեղ կարաս Աստծուն զոհ տաս, եթե ոչ եկեղեցում։ Աստված ասում է, բեր իմ տունը, չէ, բեր իմ տունը, որ ընդեղ ինչ լինի, պաշարը որն է, խոսքը, պաշարը էդի կերակուրն է, չէ, դար իմ տունը, որ այնտեղ պաշար լինի, այնտեղ խոսք լինի, կյանքը լինի, կերակուր լինի, չի ասում տար մեզ ինչ սարի վրա, ընդե մի հատ քար կա, այդ քարի անունը ասա Սուրբ Հովանես է կամ չգիտես ինչ է, ու ընդեղ զոհար է, չէ, ասում է բեր իմ տունը, ամեն, հալելույա, և մենք պետք է իր տնից սնվենք, սիրելիներս, ու երբ որ մենք ասում ենք, փնտրենք, լսում ենք խոսքը, որ փնտրի Աստծո արքայությունը և մնացածը քեզ կտրվի, մենք այս բառերը շատ լավ գիտենք, չէ, իսկ Աստծո արքայությունը երբեմն, երբ որ երիտասարդ է, ես մտածում եմ հետի մի հատ սիրուն դարպասներով, ինչ-որ մի տարածք կա, որ ես այդ դարպասերը պիտի գտնեմ, բայց հիմա ես անկեղծ եմ ասում 30 տարիներ անց կարող է և մի քիչ ավել կամ պակաս կարևոր է էդի չի, ես հասկանում եմ Աստծո արքայություն ինքը իմ ներսում է, սիրելիներս, ինքը իմ ներսում է Սուրբ Հոգով ու ես էդի պետք է գործի դնեմ, այսինքն ոնց, Աստծո արքայությունը փնտրելը էդի ուրախություն, խաղաղություն, արդարություն, սրբություն, այլա մի եղբոր կանչեմ, որ ինձ օգնի, կարելի է քո ներկայությունը, սիրելի եղբայր, ինչպես է ձեր անունը, Հովանես, պատիվ ունեմ, հիմա տեսեք սիրելիներս, ես ու Հովանեսը եղբայրներ ենք, ընկերներ ենք, հայր ու որդի ենք, ընտանիքի անդամներ ենք, կիսուր կեսրար ենք, չգիտեմ, ամեն ինչ, շատ կներես, որ այդ օրինակը վերում եմ, բայց ես էլ քո հետ եմ, մի մասնիկն եմ քո։ Հիմա տեսեք սիրելիներս, ես փնտրում եմ Աստծո արքայությունը, շփվում եմ իր հետ,
ինքը իմ եղբայրս է, կամ գործընկերս է, կամ ընկերս է ուղղակի, ու ինչ որ միտեղ մենք իրար չհասկացանք։ Հաճախակի ես օրինակ եմ բերում, ճաշը Ալանի էր։ Կամ ինչ որ մի բանում մենք համաձայն չենք։ Հասկանում ես։ Ու գիտես, ես պետք է Հովանեսին ապացուցեմ, որ ճիշտը ես եմ։ Հովանեսը պիտի ապացուցի, որ ճիշտը ինքն է այդ հարցում։ Գիտեք, եթե ես փնտրում եմ Աստծո արքայությունը, ես զիջում եմ Հովանեսին։ Ասում եմ, այո, դու ճիշտ ես։ Կամ լավ պրոստը լռում եմ։ Երբ որ լռում եմ, խաղաղություն է մնում։ Ես կոչվում եմ Աստծո որդի։ Վերեք ինչ օգուտ է։ Օգտակար է։ Հասկանում եք։ Հիմա եթե ես իմ մարդկային ամբիցիաները առաջ տանեմ ու փորձեմ իր առաջ ճիշտ լինեմ, կարողա ստացվի, կարողա չէ։ Վստահ չենք, սիրելիներս մենք, բայց երբ որ ես ասում եմ, թող Աստված տենա ու այս պահը ինքը որոշի ով է ճիշտ, թե ով է սխալ, ես փնտրում եմ Աստծո արքայությունը։ Ես տեղ եմ տալի նրա արքայությանը։ Երբ որ ես իրան սեր եմ ցուցաբերում, ես ցույց եմ տալի, որ Սուրբ Հոգին կա իմ մեջ։ Սուրբ Հոգին գիտեք, դա մերինակ լեզուներով աղոթելը չի։ Այդ երբ որ ես այստեղ եմ, էս էլ է Սուրբ Հոգի։ Երբ որ ես նրա կողքին եմ ոչ թե նրան ցածրացնելու համար, այլ բարձրացնելու, օգնելու, մեծարելու։ Այդ դրա համար, այսի է, որ ես Սուրբ Հոգով մկրտված եմ։ Ոչ թե ուղղակի լեզուներով աղոթում եմ, ես Սուրբ Հոգով մկրտված եմ։ Ես Սուրբ Հոգով մկրտված եմ, որովհետև ես նրան սիրում եմ, որովհետև ես համբերում եմ, որովհետև ինքը ինձ նեղացնում է մի քիչ։ Չի հասկանում, բայց ոչինչ։ Շնորհակալ եմ Հովհաննես ջան, Տեր օրհնի։ Այս է ոչ թե միայն խոսքը լսողներ եք, այլ կատարողներ։ Սիրելիներս, երբ որ Սուրբ Հոգու պտուղները իմ ու քո կյանքի մեջ առկա են, լեզուներով խոսելը, դա եւս վկայություն է, որ մենք մկրտված ենք Սուրբ Հոգով։ Բայց եթե մենք աղոթում ենք լեզուներով, բայց հետո չարախոսում ենք, բայց հետո վիրավորում ենք, կամ նեղանում ենք, նեղացնում ենք, այդ որ Սուրբ Հոգին է տես, որտեղ է անում։ Մենք միասին ենք դեռ, ես պիտի վերջացնեմ շուտով։ Հալելույա, հալելույա, Փառք Հիսուսին, այդ հրաշալի նվերի համար, Սուրբ Հոգու համար, որ այսօր ես ու դու ունենք, սիրելիներս, որը մեր կյանքի մեջ գործ է անում, աշխատանք է տանում եւ մշակում է մեզ, մշակում է, որ շատ սենց համով ափի չափ, վերջը երեք չառաջ օրը ինձ ծիրան էին վերել մի արկղ ջոկած, ամեն մեկը այսենց ափից չափ էր, անկեղծ եմ ասում, վայելեցի ես, էդի յուրահատուկ, հետո ով որ վերել էր, ասում ես յուրահատուկ մշակված է, յուրահատուկ սիրելիներս, Աստված կարա մեզ ուշադրություն դարձնի, ուղղակի պետք է մենք թույլ տանք, որ իր խոսքը յուրահատուկ ազդեցություն ունենա մեր կյանքի վրա, գիտես, որտեղ Աստծո խոսքը գին չունի, Աստված ընդ անելու բան չունի, որտեղ Աստծո խոսքը գնահատված է բարձր տեղում, այսինքն գործի է դրված, բարձր տեղի հետ է, սերվանդի մեջ չի, կյանքի մեջ է, այն գործ անում, ամեն, ու գիտեք սիրելիներս, երբ ասեց Հիսուսը, ամենից շուտ փնտրեք Աստծո արքայությունը ու մնացածը ձեզ կտրվի, դրանից առաջ եթե հիշում եք, ինքը խոսում էր կենցաղային խնդիրների մասին, այսօր ուղղակի կենցաղային խնդիրները շատ հեշտությամբ կարող են գողանալ մեզանից եւ ուրախությունը, եւ խաղաղությունը, եւ մեր արդարությունը, Աստծո արքայությունը մի խոսքով։ Հեշտությամբ կենցաղային խնդիրները կարող են մեզանից գողանալ, բայց Հիսուսն ասում է, երբ որ դուք պահեք ձեզ, այսինքն փնտրել ինչ է նշանակում, որ ձեր արժեքները, ձեր հետաքրքրությունը թող լինի դա, ու մնացածը ձեզ կտրվի, երբ որ մենք մեզ պահենք խաղաղության մեջ, ուրախության մեջ, արդարության մեջ, մնացածը խնդիր չկա, ասում եմ, մի բառ կասեք ու կլինի։
Էսի մեզ դռներ է բացում։ Էսի մեզ արքայության դռներ է բացում, սիրելիներս։ Էսի գարաժի դուր չի, էսի համով ռեստորանի դուր չի, էսի արքայության դուռը։ Ու արքայության արժեքները երկրի ոչ մի բանի հետ չեն չափվում ու չեն փոխանակվում։ Արքայության արժեքները երկնքի, միայն երկնքի չափանիշներով են։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Հնարավոր է սիրելիներս Եբրայեցիների 12-րդ գլխի 11-րդ խոսքը ասում է. տվյալ պահին խրատը ուրախություն չի թվում, այլ տրտմությունն է, բայց հետո արդարության խաղաղ պտուղ է բերում։ Սիրելիներս, երբ որ Աստված մեզ հանդիմանում է, երբ որ խոսքը գալիս է, քո ավագը, քո քույրը, եղբայրը, հովիվը, հա, դու լսում ես խոսքը, ինքը կարող է այդ պահին մի քիչ քեզի սենց կժմտի, որովհետև հին մարդը երբեք չի ուզում փոխվի, հին մարդը չի ուզում իր ամբիցիաները թողի, հին մարդը չի ուզում հրաժարվի, ոչինչ է դիտ տվյալ բանը, համբերի լռության մեջ, կվերականգնվես, հա, կաթիլայինը իր ազդեցությունը կթողնի, յուրաքանչյուր վիրահատությունից հետո չէ, ինչ որ պահ կա, որ պետք է մի քանի օր վերականգնվես, կաթիլային ընդունես, համբերի, Տերը կվերականգնի ամեն բան, ամեն, փառք Հիսուսին, սիրելիներս, կարծես թե ամեն բան ասեցի, հիմա մի բան էլ ասեմ մեր Տեր Հիսուսի օրինակից ու մենք դրա վրա կավարտենք թանկագիններս, Աստվածաշունչը խոսում է տալու մասին, քան վերցնելու, երանելի են տվողները, չէ, երանելի է տալը, քան վերցնելը, չէ, նույն գրքից եմ, չէ, խոսում, հիմա տեսեք որն է հետաքրքիր, մենք երբ որ գալիս ենք Աստծուն, երբ որ գալիս ենք նրա տուն, գալիս ենք նրա առաջ, անկեղծ մենք բոլորս, մենք ինչ-որ սպասում ունենք Աստծուց, չէ, մենակ ես չեմ, չէ, տենց, կաստ եմ մարդ, որ գալիս Աստծուն ինչ-որ սպասումներով ասած, փառք Հիսուսին, էսի հնարավորություն է իմ ու քո համար, անկեղծ, բայց մի հատ ուզում եմ սենց մի աստիճան մենք բարձրանանք վերև, երբևիցե, կարող ենք մենք մտածել կամ նպատակ ունենալ, գամ Աստծուն, ինչ կարամ ես տամ, լսի, գնամ Աստծու մոտ, ինչ կարամ ես իրա համար անեմ, գիտես, երբ որ դու նմանվում ես իրան, երբ որ դու քո մարդկային ամբիցիաները մի կողմ ես դնում, դու իրան տալիս ես են ինչ որ ինքը ուզում է, երբ որ դու չես ապրում քո եսով, դու զիջում ես, որպեսի խաղաղությունը մնա քո տան մեջ, դու լռում ես, դու չես անիծում, այլ օրհնում ես, որպեսի Աստծո ճշմարտությունը քո կյանքի մեջ երևա, դու իրան ասում ես, որ ես ինձ տալիս եմ քո համար, ոնց որ դու քեզ տվեցիր իմ համար, ես էլ ինձ տալիս եմ, ես չկամ, որ քո անունը փառավորվի, որպեսի այս խոսքը իրականանա իմ ու քո կյանքի մեջ, Մատթեոս 5:16-ը, թող ձեր լույսը այնպես փայլի մարդկանց առաջ, որ նրանք տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքում է, ձեր հայրը, որ երկնքում է, պիտի փառավորվի քո գործերով, իսները երբ որ իմ կյանքի մեջ կան, իմ գործերն էլ դրան համապատասխանեն, ու ինձ տեսնողը իմ կողքից չի փախնի, ինձ հետ շփվողը իմ կողքից չի փախնի, գիտեք շատ մարդիկ կան, որ ուզում են իմ հետ ընկերություն անեն, ես էլ եմ ուզում իրանց հետ ընկերություն անեմ, բայց սիրելիներս, գիտեք խի, որովհետև ես վնաս չեմ տա, դրա համար ես վստահություն եմ առաջացնում, դրա համար որովհետև ինչքան էլ ինձ ճզմեն, իմ մեջից պետք է Քրիստոսը դուրս գա, որը վնաս չի տալի, որը չի վիրավորում, որը հակառակը չի ասում, չէ, որը չի անիծում, մի անգամ երիտասարդ էի, դասընկերոջս հետ վիճվեցինք, ընդհարվեցինք այտենց
Ես իմ կյանքի մեջ կարելի ասել, որ երբևիցե կռիվ չեմ արել։ Ապա իմ ծնողներս ապաշխարել են 80 թվականին։ 80 թվականին ես 4 տարեկան էի։ Ու այդ փոքր տարիքից տենց քրիստոնեական տան մեջ մեծացել եմ խելոք պուպուշ 15 տարեկան էի, ուրեմն մի անգամ դասընկերոջս հետ վիճվեցի ու կռվեցինք իրար հետ։ Շատ համբերատար եմ ես, անկեղծ եմ ասում, ու այդ օրը տերների ինձ, այտենց ծեծեցի իրան, հիմա քունս չի տանում, գիշերը պարկել եմ, տանջվում եմ, ապաշխարում եմ, ներողություն եմ խնդրում Աստծուց, հելեն եմ, առավոտ զանգել եմ իրան, պետքա դպրոց գնանք, չեմ սպասում, որ գա դպրոց, զանգեցի իրանց, գնացել եմ իրանց մուտքի մոտ իրան, դիմավորել եմ ու ներողություն եմ խնդրել նորից ու գիտեք ինքը ասում է Արսեն հանկարծ ինչ չանից ես գիտեր որ ես հավատացյալ եմ ինքն էլ չէ սպասում ես էլ չէի սպասում անկեղծ եմ ասում գլուխ չեմ գովում ամոթ ինձ դրա համար ասում է հանկարծ ինչ չանից ես 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 նայում եմ իր դեմքին ասում եմ լսի ես քեզ ծեծել եմ ինչ անեցել իմ ցավը սրտի ու ես չեմ կարա պատկերացնեմ ոնց կարա Աստվածասեր մարդը համ մարդուցեցի համ էլ անիծի չի կարող հասկանալ ոնց է դա մտածում սիրելիներս մեզ Աստված ձեռքեր տվել է իր անունը փառավորելու երկինք բարձրացնելու նրան մեծարելու մեզ բերանա տվել նրա օրհնությունները խոսալու նրա անունը մեծարելու ու իհարկե ես ընկերոջս հետ հաշտվեցի ու ամեն բան լավ է ու գիտեք սիրելիներս նրա համար որովհետև մեր կյանքում Հիսուս կա էդի պետք է մարդիկ տենան որ մեր կյանքում Հիսուս կա էդի պետք է մարդիկ զգան հալելույա հալելույա ու երբ որ մենք ուզում ենք նմանվենք Հիսուսին Էդի նշանակում է, որ մենք պետք է մտածենք ուրիշների համար, ոչ թե մեր համար։ Պիտի խնդրեմ, որ ոտքի կանգնենք։ Սիրելիներս, գիտեք, մենք շատ հաճախակի գալիս ենք Աստծո տուն, Աստծո ներկայության մեջ ու խնդրում ենք, Աստված ջան, ինձ բժշկություն տուր, Աստված ջան, օգնի ինձ ֆինանսական նեղություններից դուրս գամ, ընտանեկան խնդիրներ եւ այլն։ Բայց գիտեք Աստված ավելի ուշադրություն է դարձնում ուրիշ կարգի աղոթքի։ Այսօր ես ձեզ կոչ եմ անելու ուրիշ ձև աղոթենք Աստծուն։ Գիտեք Հիսուսը երբ որ եկավ երկիր, ինքը ոչ մի անգամ իր համար աղոթք չարեց, եթե ուշադիր եք։ Ոչ միտեղ իր համար ոչ մի բան չխնդրեց Աստծուց։ Ինչ որ խնդրում էր, ինչ որ ուզում էր իմ ու քո համար էր։ Ու եթե դու այսօր ուզում ես նմանվես նրան ու լինես այն նպատակի մեջ, որ նա էր, այդ խոսքի մեջ, այդ խոսքը կենթանի լինի քո կյանքի մեջ, արի այսօր ես ու դու վերցնենք ինչ որ մեկի ու իր համար աղոթենք Աստծուն։ Ամեն քո կարիքը մոռացի։ Քո խնդիրները մոռացի։ Այսօր մենք փնտրում ենք երկնքի արքայությունը։ Իսկ երկնքի արքայությունը ասում է ուրիշի համար, ոչ թե քո համար։ Ամեն։ Այսօր ես ու դու աղոթելու ենք ուրիշի համար։ Բայց միջև որ մենք աղոթենք, ես գիտեմ բոլորս էլ հոգսեր ունենք սիրելիներս։ Մենք բոլորս էլ ունենք։ Բայց այսօր մենք կանգնելու ենք Հիսուսի նման ուրիշի հոգսերի համար։ Մեր հոգսերը մի կողմ ենք դնում։ Ավելի կարևորում ենք ուրիշին։ Ամեն, որովհետև էսի Հիսուսին նմանվել է։ Ամեն, ես ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք սիրելիներս։ Միջև որ մենք կաղոթենք ուրիշի հոգսերի համար, ես ուզում եմ որ միաբան մենք մի աղոթք անենք սիրելիներս։ Ուղղակի դու բարձրացու ձեռքերդ, փակի աչքերդ, ես կաղոթեմ, եթե դու կհամաձայնվես իմ հետ, ասա ամեն, եթե ոչ, խնդիր չկա։ Մեր արքա, մեր Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ, շնորհակալ ենք Տեր, որ դու կաս այսօր մեր կյանքի մեջ, կաս մեր կյանքի մեջ քո կենթանի խոսքով Տեր Աստված։
Եվ խնդրում ենք Տեր, զորացրու մեզ եւ շնորհ տուր մեզ, Տեր Աստված, որպեսզի մենք քո խոսքը ոչ միայն լսենք, այլ այն հասկանանք եւ դրանով ապրենք, Տեր Աստված։ Խնդրում ենք Տեր, որ դու քո խոսքով մեզ մշակես, հղկես, փոխես, բժշկես, վերականգնես, նորոգես, ազատագրես, մխիթարես, որ մեր կյանքը ուղղակի դառնա օրհնություն, Տեր, ուրիշների համար։ Զորեց արքա, ես աղոթում եմ քո ժողովրդի համար, որ դու լցնես մեզ քո Սուրբ Հոգով, որպեսզի ամեն յուրաքանչյուրին դիպչողը, Տեր իմ Աստված, կյանք ունենա էլ ավելին, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, որ ամեն մեկին դիպչողը, Տեր, զգա քո սերը, Տեր, Հիսուսի անունով, զգա քո սերը, քո մեծ աստվածային սերը, այս մարդկանց միջոցով, Տեր, ես խնդրում եմ դու շնորհ անես այս քաղաքի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, 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 հալելույա, փառք Հիսուսին, սիրելիներս, իսկ հիմա, ովքեր հոգսեր ունեն, կարիքներ, փառք Հիսուսին, հիմա այնչ երանդով, որ դու կուզես, որ Աստված պատասխանի քո կարիքին ու քո հոգսին, 10 անգամ ավել երանդով, գիտես ինչ որ մեկի, որ հոգս ու կարիք ունի, քո բարեկամներից, հարևաններից, ծանոթներից, ամենաչսիրած հարևանդ հոգս ունի, գիտեք, որ մենք Աստծո համար, երբ որ իրա որդուն զոհեց մեր համար, մենք ամենաչսիրված հարևանից էլ վատն էինք, բայց ինքը զոհեց իր որդուն մեր համար, միակին։ Վերցրա այդ անձնավորությունը, քո կարիքը մի կողմ դիր, դրա մասին չես խոսում, չես մտածում, քո հիվանդությունը մի կողմ դիր։ Մենք բարձրացնում ենք ուրիշի կարիքը։ Ամեն։ Ամենազոր արքա, փառած Տեր, մեզ սիրող Հայր, մենք քո առաջ ենք գալիս, մեր հարազատների համար, Տեր։ Քո առաջ ենք գալիս մեր ընկերների համար, Տեր իմ Աստված։ Եվ զորեղարքա դու տեսնում ես, Տեր, թե ինչքան քո կարիք ունեն, Տեր Աստված։ Բժշկություն, ֆինանսներ, խաղաղություն, հարաբերություններ, Տեր, զորեղարքա, մենք բարձրացնում ենք ամեն մարդու կարիքը քո գահի առաջ, Տեր։ Եվ խնդրում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոս, քո կատարյալ աստվածային լուծումը տաս այդ հարցին, Տեր։ Քո պատասխանը թող գա, Տեր, զորեղարքա, քո սերը թող հայտնի լինի այդ մարդկանց, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Քո զորեղ բազուկը, Տեր, ամեն պատերը թող քանդի, ամեն չարի գործերը, կապանքները թող քանդի, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ թող գա քո ազատության հոգին, ամեն մեկ մարդու կյանքի մեջ, Տեր։ Զորությունդ գա, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, եւ քո արքայությունը տարածվի այս մարդկանց կյանքերի միջոցով, այս քաղաքի մեջ, հանուն Հոր փառքի, հանուն Սուրբ Հոգու, ու հանուն Տեր Հիսուս Քրիստոսի։ Ամեն։ 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 Փառք Հիսուսին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի եկեղեցի։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ ես, շնորհակալություն, որ ինձ տվեցիր այդ հնարավորությունը վայելելու Տիրոջ ներկայությունը եւ քո ներկայությունը։ Կարելի է ես ձեր կողմից բարևներ տանեմ Բորդո։ Կարելի է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հովիվ Պավել, շնորհակալ ենք շատ, Տերը օրհնի։ Ամեն։ Արսեն ջան, Տերը շատ օրհնի։ Փառք Հիսուսին, սիրելիներս։ Օրհնված եք, այո, փառք Հիսուսին։ Հետաքրքիր օծություն կա քո վրա, խաղաղության, նենց Տեր օրհնի Հովիվ Արսեն, իրոք օրհնվեցինք, sense խաղաղ, հանգիստ, սիրուն քո խոսքը բերեցիր, հասցրեցիր տեղ, որ մարդիկ իրականում մտածեն նաև իրենց կողքինների մասին, ոչ թե միայն իրենց հոգսերի մասին, եւ որը աղոթքի գիտեք 3 տեսակ կա եւ այն մեծ տեսակը աղոթքի հենց դա է, որ մարդ բարեխոսում է ինչ-որ մեկի համար։ Այն փոքր տեսակը աղոթքի սա է, տուր ինձ, ես ունեմ ուզում, են եմ ուզում, երեխեքը չէ, ծնողներից ես ենք ուզում, են ենք ուզում,
պատանի վիճակը երիտասարդ սա է, որ վայելում են, փառավորում են Տիրոջը, բայց մեծահասակ հասուն տարիքը աղոթքի սա է, Տեր, աղոթում եմ քաղաքի համար, երկրի համար, այս մարդու համար, այն մարդու համար, եւ Տերը սիրում է բարեխոսական աղոթք եւ փոխարենը նաեւ պատասխանում է քո կարիքներին։ Ամեն, փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Տեր օրհնի ձեզ, Արսեն ջան, սա Ամալիային, Տեր օրհնի ձեզ եկեղեցու կողմից։ Փառաբանության խումբը համեցեք առաջ։ Խոսքի վրա, որ խոսում էր ով Արսենը, ես մի խոսք եկավ, կարճ, ուղղակի ոտքի վրա կարող եք մնաք, ես խոսքը կարդամ եւ ավարտենք մեր ծառայությունը։ Որդյակս, Առակաց 4 գլխի 20 խոսքն է, որդյակս, աղջիկս, որդիս, ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջը տուր իմ ասածներին։ Գիտես, մի բան եմ համոզվել կյանքում, որ այս աշխարհը այնքան մեզ կարող է զբաղեցնել, անգամ մեր մտքերը, որ ուշադրությունը չշեղի, տարբեր բաների վրա։ Բայց Աստված կարծես թե այս համարում խնդրում է, ասում աղջիկս, որդիս, ուշադիր եղի իմ խոսքերին, ինչա կատարվում քո մտքերը, ինչա փախե, ինչի վրա ես մտածել, ինչի վրա ես ուշադրություն դարձնում։ Այ որտեղ որ քո ուշադրությունն է, այն էլ քո կյանքն է լինելու։ Քո կյանքը տենց դասավորվելու է, ինչի մեջ որ քո ուշադրությունն է լինելու։ Թող նրանք չգնան քո աշկերի առաջից, պահիր նրանց քո սրտի մեջ, այսինքն կարդա, պահիր, մտածի դրա վրա, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Քո առողջությունը, քո օրհնությունները Աստծո խոսքի հետ է կապված։ Աստծո խոսքը, ոնց ով Արսենը ասեց, Աստծո խոսքը, եթե կգնահատես, կմտածես, կհավատաս, խոսքի զորությունը կդրսևորվի քո կյանքում։ Բայց եթե ուշադրություն չկա եւ չես կարդում, չես էլ մտածում, որովհետեւ ուշադրությունը 1000 մի բաների վրա է, դրա համար զորությունը չի դրսևորվում քո ընտանիքում եւ քո կյանքում։ Եվ դու գնալով ավելի ես հիասթափվում, չհասկանալով, որ ուշադրությունը շեղվել է եւ Աստված առաջարկում է ուշադիր եղի իմ խոսքերին, մտածի, կարդա, ապրի այդպես, ականջը տուր իմ ասածներին, դրանից հետո դու առողջ կլինես, օրհնված մարդ կլինես։ Եվ 23 խոսքը, ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին։ Սրտին, ռուսերենում գրված է մտքերին։ Ինչ ես մտածում։ Մենք մարդուն կարող է նայենք 1000 մի բան մտածենք։ Չէ՞։ 1000 մի պիղծ բաներ էլ կարող է մտածենք։ Աստված դրա համար ասում է ուշադիր եղի այստեղ, ինչ ես մտածում, որովհետև Աստված տեսնում է քո մտքերը։ Շարունակում եմ, ուշադիր ամեն զգուշությունից առավել զգուշացի քո մտքերին, սենց ասեմ, որ նրանցից է կյանքի ելքը, այսինքն նրանց հետ է կապված քո հաջողությունները և անհաջողությունները, նայած թե ինչի մեջ ես։ Ամեն։ Դրա համար շատ կարելի է մտածել, հասկանալ, միևնույն է ասում չես կարող խաբես, Աստված թափանցիկ տեսնում է յուրաքանչյուրիս։ Եթե ուշադրությունը չշեղվել է խոսքից, աղոթի վերականգնվի, խնդրի Տիրոջը վերականգնի, թող ես առաջվա պես, առաջի սերը իմ մեջ լինի, Տեր, թող ես կարդամ, թող ինձ հետաքրքրի, ամեն րոպե առաջ ես հիշում եմ, նոր ենք ապաշխարել, ամեն րոպե Աստծո խոսքի մեջ էի։ Բայց ես վերջերս ոչ այդքան, որովհետև միտք է գալի, դե ամեն ինչ գիտես, այդքան քարոզում ես, բոլոր քարոզները քարոզել ես Աստվածաշնչի, կարող ես գործերով զբաղվես։ Բայց սուտ է դա, էլի պետք է մտածենք։ Պետք է մտածել, որ զորությունը դրսևորվի քո ընտանիքում, քո կյանքում։ Տերը ձեզ շատ օրհնի Հիսուսի անունով։ Մեր վերնագիրը ոնց էր։ Խոսքի նպատակը, սա է խոսքի նպատակը, որ խոսքը քեզ բարձրացնի եւ օրհնի, պահի ու պաշտպանի, մինչեւ կյանքիդ վերջ, քանի դեռ ապրում ես։